Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղով հացահատիկից բացի Հայաստան մատակարարել նաև այլ ապրանքներ, մասնավորապես պարարտանյութեր, Ռոսիա 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն։ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան հասավ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը, առաջին անգամ ավելի քան 30 տարվա ընթացքում եւ առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից ի վեր, նշել է Օվերչուկը։ Նրա խոսքով Մոսկվան եւ Երևանը միաժամանակ քննարկում են հակառակ ուղղությամբ Հայաստանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Մենք խոսում ենք երկկողմանի բեռնման միջոցով կայուն լոգիստիկայի զարգացման մասին։ Սրանք զարգացումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում, ընդգծել է Պաշտոնյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի հունվարի վերջ Հայաստան մատակարարել մոտ 132 վագոն ցորեն։ Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության հաստատման ծրագիրը, որն Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը քննարկում են, պարունակում է 20 կետ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ նրա 20 կետանոց փաստաթղթով նախատեսվում է Ուկրաինայի ինքնիշխանության ճանաչում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև չհարձակման մասին պայմանագրի կնքում, երկրի վերականգնման ապահովում, գերիների փոխանակում բոլորի դիմաց սկզբունքով։ Նախագծով ուկրաինական բանակի թվականակը խաղաղ ժամանակ կկազմի 800,000։ Մեկ այլ կետով ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ Եվրոպան Ուկրաինային տրամադրեն անվտանգության երաշխիքներ։ Եթե Ռուսաստանը նորից ներխուժի Ուկրաինա, կլինի ռազմական պատասխան եւ պատժամիջոցների վերականգնում։ Ըստ Զելենսկու տարաձայնությունները պահպանվում են տարածքների հարցով։ Ուկրաինան պահանջում է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի եւ Խարկովի շրջաններից, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում ռուսական ուժերը կմնան այնտեղ, որտեղ կանգնած են։ Պաշտոնական Մոսկվան իր հերթին պահանջում է ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջում ազատ տնտեսական գոտու տեսքով։ Խնդրահարույց է նաև Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը։ Միացյալ Նահանգներն առաջարկել է, որ այն համատեղ կառավարվի Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Կիևը սակայն պահանջում է, որ ԱԷԿ-ը կառավարեն միայն Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան հավասարության սկզբունքով։ Խաղաղության ծրագրով Ուկրաինան եւ Ռուսաստանը պարտավորվում են իրականացնել կրթական ծրագրեր ուղղված հանդուրժողականության, միջմշակութային փոխըմբռնման զարգացմանը, ինչպես նաև ռասիզմի եւ նախապաշարմունքների վերացմանը։ Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի եւ Սև ծովի առևտրային նպատակներով օգտագործմանը։ Համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի։ Համաձայնագրի իրականացումը կհսկի եւ կերաշխավորի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող խաղաղության խորհուրդը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 24-ժամյա զինադադար հայտարարել ամբողջ աշխարհում, մասնավորապես Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ խոսելով հակամարտությունների մասին, Պոնտիֆիկոսն ընդգծել է. «Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում բարի կամքի տեր մարդկանց հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր։ Հնարավոր է նրանք մեզ լսեն եւ առնվազն 24 ժամ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի»։ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նաեւ իր հիասթափությունն է հայտնել, որ Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Սուրբ Ծննդյան զինադադարի ուկրաինական առաջարկը, հաղորդում է Վատիկան Նյուզը։ Լևոն 14-րդը անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակին։ Հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել, ասել է հովվապետը։ Գազայի հատվածում Թրամփի խաղաղության ծրագիրը նախատեսում է միջազգային կայունացնող ուժերի ստեղծում։ Hugh Hewitt Show-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայք Վոլցը։ «Ես չեմ ցանկանում, որ ամերիկյան զորքերն այնտեղ լինեն։ Իսրայելական զորքերի վերադարձն էլ կնշանակի լայնածավալ պատերազմ։ Սա խնդիր է, հետևաբար մենք կունենանք միջազգային ուժեր։ Ինդոնեզիան, Ադրբեջանը եւ մյուս երկրներն արդեն համաձայնել են մասնակցել», նշել է Պաշտոնյան։ Վոլցի խոսքով միջազգային ուժերի ստեղծումն անհրաժեշտ է հակամարտությունից հետո Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելու, լայնածավալ պատերազմից խուսափելու եւ անկլավի ապառազմականացումն ապահովելու համար։ Միացյալ Նահանգների կոնգրեսի հանձնարարությամբ Պենտագոնը զեկույց է հրապարակել չինական բանակի կարողությունների եւ Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքի մասին։ Փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես է չինական բանակը զարգացնում իր կարողությունները։ Նշվում է, որ Չինաստանը զգուշությամբ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ համաձայնագրերին, ինչպես նաեւ դասեր է քաղում Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումներից, ուժեղացնելով ճնշումը Թայվանի նկատմամբ։ Զեկույցում ընդգծվում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են խորացնել ռազմավարական գործընկերությունը, ինչը ըստ ամենայնի պայմանավորված է ԱՄՆ-ին հակազդելու ընդհանուր շահով։ Այնուամենայնիվ Պեկինի եւ Մոսկվայի համագործակցությանը խոչընդոտում է կողմերի միջև առկա փոխադարձ անվստահությունը։ Պենտագոնի զեկույցի համաձայն Չինաստանի զինված ուժերը գտնվում են ռազմական հզորությունների կուտակման գործընթացում։ Փորձագետները զգուշացրել են, որ Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին գերձայնային զենքի մշակման հարցում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։